Պետության կողորտից բռնելու ենք ամբողջ մեր քաղաքով եւ ասելու ենք. Հերիք է թոս փչեք մեր աչքին, կոնկրետ ծրագիր ներկայացրեք։ Որևիցե մի կուսակցություն, եթե Շիրակի նկատմամբ, Գյումրու նկատմամբ լուրջ ծրագիր աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը, աշխատատեղերի ստեղծման համար ուրեմն լուրջ ծրագիր չի ներկայացնում, ես պետք է քարոզեմ բոլորիդ, որ ասեմ ինչի համար է կտրում այս կուսակցությանը։ Մոշկուրիս տղեն է, հորող պորս մարդն է, չիտեմ ինչ է բան ես կոմեկով, մեծ սկզբունքով, եթե գնում եք ընտրության, ուրեմն ձեր նախնիները ձեզ կանից են։ Դուք դրանց պիտի ասեք, ինչ եք առաջադրել Թավաջանի հետ ձեր թեկնածությունը։ Ես տեսնում եմ ինչ-որ մի տղա կա, ասեմ ձեզ որոշակի հարկանք ունեմ, բայց երբ որ միացել է ՔՊ-ին, ես էլ չեմ կարող նրան ընդունել ճիշտ մարդկային տղա։ Ազգի Թավաջանի հետ ով ճանապարհ է գնում, ուրեմն նույն մարդը ինքն է։ Եվ այսօր ամբողջ պետական ապարատը աշխատում է իմ դեմ։ Ամբողջ պետական ապարատը բոլոր նախարարներին ուղարկում են Գյումրի։ Ամեն մեկը իր ենթակառույցներին ստիպում է, որ ընտրեն ՔՊ-ին։ Բանակից սկսած, ուրեմն մանկապարտեզներ, սպորտ դպրոցներ, նախակրթարաններ, դպրոցների բոլոր տնօրեններին բերել են իրենց ուրեմն ավականիներ են դարձրել։ Եվ հիմա հայտարարություն եմ անում, ուրեմն ասել են, մտնում եք ընտրական տեղամաս, մտնում եք այդ ընտրախցիկի մեջ, 9 հոգի ենք, ուրեմն անպայման Վարդան Ղուկասյանի քվեաթեժնիկը դուս եք բերում, մեզ եք տալիս, որ մենք տեսնենք որ դուք իրան չեք ընտրել։ Ուրեմն Աստծո անիծքը թափել է ձեր գլխին, էդ էլ եմ ասում ձեզ բարձրաձայն։ Ընտրեք արժանավուն ձևով, դուք տեսել եք, ձեր տեսածը ընտրեք, ձեր աչքի տեսածը, ու եթե Հայաստանի Հանրապետությունում իմ ժամանակահատվածում կարևորագույն քաղաքների քաղաքապետերը իրենց մասնագետներին ուղարկում են Գյումրու քաղաքապետարան, որ սովոր էին մեզանից, թե ինչպես եք մենք գումարները հավաքագրում։ Հիմա մեկը ինձ կասի, ոնց եք դուք գումարները ուրեմն հավաքագրելու։ Ես բարձրաձայն ասում եմ, տեղերը գիտեմ, երկրաշարժից հետո եւ երկրաշարժից առաջ քաղաքում տասնյակ հազարավոր աբորենի շինություններ կան, որոնք օրինականացված չեն։ $1 միլիոն, $500,000 նորմալ շինություններ, հողեր, որ մարդկանց ձեռքին են, եւ այսօր սրանք չեն օրինականացնում, ինչ-ինչ պատճառներով հավանական է, եւ դրա համար մարդիկ ազատված են եւ գույքի հարգից եւ հողի հարգից։ Իմ հատկացրած հող հատկացումներից հազարավոր մարդիկ շինթույլտվությունները ձեռքերը պատկերացրան, չեն կարող ուրեմն կենցաղ սպասարկման օբյեկտները կառուցել, որովհետեւ պրոբլեմ են ստեղծում, հիշեք, ուրեմն մարդիկ կան, որոնք դատարանում ավարտական շենքերը կառուցել են, ավարտական ակտ չեն տալիս, որ մարդիկ ավարտական ակտով կագնեն հարգատու դառնան, գույքը հարկ եւ հողի հարկ մոծեն։ Եթե փաստեր եք ուզում, հազարավոր փաստեր ունենք, կարող եմ այդ փաստերը ձեզ ներկայացնել։ Դուք ինձ հետ միասին հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանը, որը Եվրոպա մեծ է, եւ սրանց հոգեվոր հայրն է հանդիսանում քաղաքական առումով, լավ իմացեք, այստեղ հիշում եք ինչքան կռաններ էր, մինչև մուշ թաղամասը, այդ կռաններով երկու Լենինական կառուցվեր, ամբողջ այդ կռանները ծախեցին տարան Երևան։ Ուրեմն պատկերացրեք, երկրաշարժից հետո այդքան ռուսների ուղարկած շին մատերիալներով կարելի էր մի Հայաստան կառուցել այդքան գումարներով, եւ այդ բոլորը մղսեցին։ Չեմ ասում, ամբողջ քաղաքի գործարանները համալրվել էր ժամանակակից 21-րդ դարի վերջի մեքենասարկավորումներով, պատկերացրեք, ամենավերջի մեքենասարկավորումներով։ Բոլորը վաճառեցին թուրքերին եւ պարսիկներին, Դուք պատկերացնում եք, թե պետական ծրագիր, այսինքն պետության ղեկավարը, պետությունը չգիտի, թե որ երկրում միակ կակոյնի բուծ տնօրեն պետական ունեցվածքը վաճառում է թուրքերին եւ պարսիկներին եւ պետությունը տեղյակ չի։ Դուք հասկանում եք նմանատիպ բան ոնց կարող է լինի։ Կամ այսօր պետությունը չգիտի, որ այսօր քաղաքապետարանը 30 շինթույլտվություն է տվել եւ դրանով նա չի զարգացմանը, քաղաքի եւ երկրի զարգացմանը չի նպաստում։ Այսինքն պետությունը հրահանգ է իջեցրել, որ նմանատիպ քայլեր չեք անելու։ Ինչի համար։ Քաղաքը ունի հադագագից։ Եթե քաղաքը ունի հադագագից, մի հատ մեխանիզմ կա, որ քաղաքապետը հողհատկացում է անում, գնում է մարզպետարան, վավերացնում են,
հետո գնում է քաղաքաշինության նախարարություն նորից վավերացնում են եւ այդ ճանապարհը տևում է 1 տարուց 2 տարի։ Այսինքն պետությունը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Իսկ եթե պետությունը նմանատիպ է, ինչ կարելի է մտածել։ Այո, անգլո-թուրքական սադանաները ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը, ուրիշ ոչ մի բան։ 40,000 տնակ են քերացրել քաղաքից, 40,000։ Այն ժամանակից մեղադրում են, որ մարդիկ բնակարան են ստանում, երկու եղբայր, ասենք եղել են 4-5 հոգի կամ 6 հոգի, երկու սենականոց բնակարան ունեն, ստանում են երկու բնակարանը, մի եղբայրը դարել են 14 հոգի, մի եղբայրը ասում էր ես կգնամ այդ բնակարան ապրելու, մի եղբայրն է ասում էր գիտեք պարոն քաղաքապետ, հատկացրեք ինձ օրինական, մենք եղբայրներով կսարքենք, մենք այստեղ մնանք։ Որ եկա, խոսք եմ տալիս բոլորի դաշտի առջև։ Չեմ նայելու ոչ մի պետական հրանգի։ Անպայման, եթե քաղաքի կենտրոնական հատվածերում չէ, քաղաքի ճարտարապետական տեսքին չի խանգարում, անպայման հողհատկացում եմ անելու տվյալ ընտանիքին, որ այսօր մինչև այսօր երկրաշարժից հետո ապրում է։ Քաղաքում կար 8 հիվանդանոց։ Պատկերացրեք այսօր մի հիվանդանոց է։ Շիրակի դաշտավայրը, Գուգարկը, Արագածոտնի մարզը, Ջավախքը ամբողջությամբ այդ հիվանդանոցի վրա է։ Եվ այսօր պատկերացրեք ինչ վիճակի մեջ է հիվանդանոցը, չնայած այդ հիվանդանոցը ես եմ արել, որ կառուցել են Գյումրի քաղաքում, լավ իմացեք։ Ուրեմն, մեզ պետք է երկրորդ հիվանդանոցը պարտադիր։ Քաղաքապետարանը պետք է պարտադիր ունենա իր սեփական հիվանդանոցը, իր սեփական շահույթների որոշակի մասը գալու է Գյումրու քաղաքապետարան, եւ այն մարդիկ, որոնք հնարավորություն չունեն, քաղաքապետարանը պետք է օգնի նրանց, որովհետեւ այդ հիվանդանոցում իրենց առողջության հարցերը կարգավորի։ Ուրեմն, պատկերացրեք հասարակ մի բան եմ ասում։ Գյումրու հրապարակը 4 մուտքեր ունի, 4 մուտք, այսինքն դեպի հրապարակ 4 մուտք է։ Ոչ մի անցումի մասին չեն էլ մտածում։ Անհրաժեշտ է անցումները, այդ անցումները կամ կառուցելու է քաղաքապետարանը, տագը խանութներ կառուցելով, վարձակալությամբ հանձնելով քաղաքացիներին, կամ տալու է քաղաքացիներին, ասելու է տալիս ենք ձեզ, ձեր գումարներով սարքեք եւ ժողովուրդը օգտվելու այդ անցումներից, որը անհրաժեշտ է մեր քաղաքի համար։ Ես այսպես թեթև բաներ եմ ձեզ ներկայացնում, բայց ազատ տնտեսական կոդին, որ մի երիտասարդ կա, ինքն էլ է վերցրել հավանական իմ ծրագրերից, որովհետև 96 թվականից ես այդ հարցը առաջ եմ քաշել, դուք բոլորը տեսել եք իմ ելույթներս, եւ եթե պետք է ցույց կտամ, տասնյակ ելույթներ ունեմ եւ ազգային ժողովում, եւ բոլոր նախագահներին այդ հարցը բարձրացրել եմ, բայց իրենք ցավոք սրտի ազատ տնտեսական կոդի դարձրեցին մեղրին։ Ես ելույթ եմ ունեցել։ Ասում եմ մեղրում, եթե դուք դարձնում եք ազատ տնտեսական կոդի, մի քանի գրասենյակ կբացեն այսօրվա օլիգարխները եւ ներկրումը Պարսկաստանից կգա այդ գրասենյակների միջից կացնի եւ բյուջեն կդադարվի, որ իրոք այդպես են արել։ Ես բարձրաձայնում եմ, բայց այն համով չկա, որովհետեւ իրանց հոբարներն ու պապաներն են հավանականը, որ վախենում են դրանցից։ Ես ասում եմ, Գյումրին պետք է դարձնեք ազատ տնտեսական կոդի։ Մեր թվարկությունից առաջ դա արել են։ Աշխարհում մի հատ երկիր չկա, որ երբ որ աղետ տեղի ունենա, ու այդ երկիրը, այդ քաղաքի, այդ մարզի հարգերը չկրճատեն 50 կամ 100%-ով աշխարհում նմանատիպ դեպք չկա բացի Հայաստանի Հանրապետությունից։ Ես զարմանում եմ Երևանի գիգանտ գործարանները Արարատյան դաշտավայրի, որ ոչ մի բան չի եղել։ Մեր գործարանները ամբողջությամբ փլվել է, նույնքան հարկ են վճարում, ոնց որ Երևանի մեր գործարանները։ Այստեղ պետք է պետական հոգացություն, պետական մոտեցում։ Երբ որ ես այդ հարցը բարձրացնում էի, վայ, նախարարներ կային, ասում էին, այդ գրասենյակները կբացեք, ես էլ ասում էի, այդ գրասենյակների փակման խնդիրը ձեր ձեռքն է։ Եթե գրասենյակ եմ բացում, մի որոշում եք անում, որ գրասենյակային աղվեսներին չի վերաբերվում նմանատիպ որոշումը։ Այս որոշումը վերաբերվում է նրանց, ովքեր գործարան են բացելու եւ մենք տեսնում ենք, որ իրոք աշխատատեղ են հիմնել Գյումրի քաղաքում։ Այսինքն պետք է մոտեցում պետական եւ գնում հանգում ենք այն եզրակացության, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր. մեզ 300,000-անոց Լենինական պետք չի։ Մեզ պետք է 10,000-անոց գյուղաքաղաք։
Այստեղ մեծերը կան հիշում են, երիտասարդները հավանական է չեն հիշում, այդ թեստերը կա ինձ մոտ է։ Ասում եք Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրի 1 միլիոն բնակչություն այս տարածաշրջանի վրա, այստեղ ավել պետք չէ որ ապրեն։ Դուք պատկերացրեք, քանդեցին ամբողջ գործարանները, քանդեցին ամբողջ ուրեմն համալիրները գյուղական, որ տարիներով, տասնյակ տարիներով խորհրդային միության ժամանակահատվածում ցեղական անասուն էին ստացել մեր նախնիներն ու մեր պապերը։ Եվ այսպես հեշտ ու հանգիստ այսօր էլ սրանք իրանց ձակերը այնպես ուրախ են նայում մեզ, այնպես բարձրաձայն են խոսում, ոնց որ իրանք մենք չգիտենք որտեղից են առաջ եկել ու ուր են գնում։ Հետո ամենասարսափելի, սրանց 90%-ը կրթություն ստացել են Թուրքիայում։ Հնամյալ սրանց կենսագրականը նայեք, 90%-ը վերապատրաստվել են մեր դարավոր թշնամու երկրում։ Սա ինչ է նշանակում։ Եթե խորանում ենք, դրատագը ամեն ինչ մենք կգտնենք, եթե խորանում ենք, մենք ամեն ինչ դրատագը կգտնենք։ Եթե մենք չենք ասում, թե մենք դարավոր պետք է ամբողջ կյանքով մնանք թշնամի։ Մենք մի բան ենք ասում, իրենք կատարել են ոչրագործություն, որ ամբողջ աշխարհը ընդունում է։ Ամբողջ աշխարհը թող ընդունեն հայոց ցեղասպանությունը եւ մնացած ներողություն խնդրեն հայոց ազգից եւ դրանից հետո եթե Աստված ստեղծել է, որ ոչ ու բարով դմանատիպ ազգը պիտի լիներ մեզի հարևան, մնացած հարցերը մենք հետագայում մնայենք։ Մի ազգ, որ ոչ մի հարևանի հետ խաղաղ չի ապրում, բոլոր ազգերի հետ պրոբլեմ ունի, բոլորի հողատարածքները զավթել է, աշխարհի կենտրոնը, Կոնստանդինապոլիսը 1450 թվականին գրավել է եւ ասում է սա մեր հողերն են։ 100 տարի այդ ադրբեջանական ազգը 100 տարի է որ պետություն է ձևավորվել։ Ես զարմանում եմ այսպես ղեկավարների վրա, որ նրանք ասում են, թե մեր բավական հողերը մենք հետ վերցրեցինք, սրանք գլուխները կախ, այնպես են ամաչում, գետինն են մտնում, յանի իրոք մեր իրանց հողերն են գրավել։ Մի հատ հայկական պատմության մասին սրանք ոչ մի բան չգիտեն։ Դպրոցներում հայոց պատմությունը, քրիստոնեական պատմությունը վերացրել են, գտնում են հայոց եկեղեցուն, կաթողիկոսի շորերն են քաշում։ Ես չգիտեմ, գիտեք ինչ կա։ Այո, եթե Աստված ուզում է մի ազգի պատժե, մի քաղաքի պատժի, ուրեմն անարժան հոգևորականների ձեռքով, երբ որ պատարակ է մատուցվում, Աստված գարշում է այդ երկրից եւ այդ քաղաքներից։ Այո, մենք ընդունում ենք, որ հարցեր կան, բայց դրանով մենք չենք կարող գտնել հայոց եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն։ Այո, մենք պետք է դարավոր եկել է հայոց առաքելական եկեղեցին։ Եթե մեջը ինչ-որ սպասավորներ կան, այո, այդտեղ մենք խոսք ունենք, որ պիտի մենք ընտրենք հոգևոր առաջնորդներ։ Եկեղեցին հոգևորականները պիտի չընտրի, այդպես է կանոնակարգով։ Պետք է ժողովուրդ ընտրի, որ այդտեղ մենք մեր միջի արժանիին պիտի ընտրենք։ Ավելի տեսքով գեղեցիկ, մտքով գեղեցիկ, եւ ոչ թե մեզ պետք է հարյուրավոր եպիսկոպոսներ, մեզ պետք է մի քանիսը, որի աղոթքներով որ աղոթ կանեն, երկնքից Աստված լույս իջեցնի։ Տեսակ խաչ հանեցինք, Աստծո լույսը բացվավ մեր վրա։ Տեսակ կտրվեց, անձրևը, քամի, ճանապարհին ես աղոթքով եկա հասածներ ասում եմ Տեր Աստված։ Այս ամեն ինչը լավ լինի։ Ուրեմն ծրագրեր շատ ունենք, գիտենք ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, ում հետ պիտի ճանապարհ գնանք։ Պատկերացրեք, այսքան հայոց ազգը իր ապրած կյանքի մեջ չի եղել 5 տարի, որ խաղանտ ապրի։ Միշտ պատերազմների մեջ է եղել, միշտ պատերազմների։ Մենք խաղաղ ենք եղել 75 տարի, որը ռուսների հետ ենք եղել։ Այո, ռուսներն ունեն խնդիր, մեր հետ նկատմամբ սխալներ ունեն, բայց հայոց ցեղասպանություն չեն արել։ Իրենք ասում են, ռուսին պիտի հանենք, թուրքին պիտի բերենք։ Դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Իրենց կոնկրետ ծրագիրը դա է։ Եթե ով կարող է թուրքի հետ ապրել, ով որ կարող է, ես չգիտեմ, նրա հոգու մեջ մաքուր հայկյան արուն չկա։ Ես կարող եմ մի բան ասել, երբ որ Էջմիածինում պատարակ էր մատուցվում 1800-700-ական թվականներին, Պարսիկ թագավորը մտնում է Սուրբ Էջմիածին։ Երբ որ մտնում է Էջմիածին ու դառնում ասում է, ձեզանից եթե որևիցե մեկը դառնա պարսկական կրոնին, ես իրեն այսինչ նահանգին մոկպետ կնշանակեմ եւ 3 այս սկուտեղներով ոսկիներն ու բրիլյանտները նրան կնվիրեմ։ Պատարակամատույց Վախտապետը ասում է, ես կդառնամ ձեր հավատքին։ Լռեց պատարակը
Եվ կաթողիկոսը գլուխը բարձրացրեց, սրացակումած աչքերով, ասեց 3 օր ժամանակ տուր, ես ասեմ գայթակղության պատճառս երիտասարդի, ասեց 3 օրից գալիս եմ, պարսիկ, թագավորներ թե իշխաններ, կաթողիկոսը հայոց հոգևորականներին ասեց, անհաց հանճուր, գիշեր ցերեկ աղոտ կարեք խնդրեք Տիրոջը, որ իմանան գայթակղության պատճառս երիտասարդի, երրորդ օրը առավոտ ժամը 6-ին 30 հոգևորականներ վազեցին կաթողիկոսի մոտ ասում էին վեհապար, տեսիլք ենք տեսել, բայց իրանք չգիտեին որ նույն տեսիլքը տեսել էր կաթողիկոսը ամենայն հայոց։ Ու ինչ ասեցին։ Ասեցին մենք տեսանք, որ վարդապետի մայրը ննջում է, գերեզմանը բացվեց եւ մայրը բարձրացավ ու ասեց. վեհապար հայրապետ, փախի ժամանակ մի թուրք պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց, նրա հայրը պարսիկ է, եւ հիմա ես ձեզ ասում եմ, եթե մաքուր հայի տղա է, նրա այրան մեջ հոսում է մաքուր հայոց այրունը եւ հալալ մորտատ է կերել, նա երբեք չեր ստորագրի Արցախի հանձումը, Գանձասարը, Տադիվանքը, Ամարասը եւ 388 եկեղեցիներ հայոց սրբությունները նրանք երբեք չէին հանձնի թուրքին, եթե մաքուր հայկյան արուն էր հոսում նրանց երակների մեջ, եթե որևիցե մեկը այսօր Դավաճանի կողքին կանգնում է, ուրեմն գիտեցեք, երբ որ Սուրբ Շուշանիկը, Վարդան Մամիկոնյանի աղջիկը, ամբողջ վրացիները պաշտում են նրան, ուրեմն ամուսինը հավատափող էր, եւ երբ որ չեմ ուզում երկարացնել, հանդերձյալ կյանքում ամուսինը դժոխքի մեջ տանջվում էր, 4 երեխա ուներ Շուշանիկը, խնդրեց Սուրբ Շուշանիկին, թե ինձ ձերքդ մեկնի, այս ձետերի մեջ այրվում եմ, հանի էստեղից, չէ որ 4 հատ երեխա ես ունեցեք, գոնե 5 րոպե տանջանքների մեջ եմ։ Շուշանիկը մի պահ ուզում էր ձերքը երկարացնել, մեկ է մի ձայն լսեց. Մահ Դավաճանին, դա Վարդան Մամիկոնյանն էր, ես մեռնում իրա գերեզմանին։ Սահակ Պարտևն էր Շուշանիկի պապը, Սահկանուշն էր նրա տատիկը, եւ այսպես մահ Դավաճանին պատրաստվում է երկնային Դադաստանը եւ հայ ժողովրդի Սողոմոն Թելլերյանի բրեժը։ Ես կարող եմ երկար խոսել, ես կարող եմ շատ ձեզ ասել, հավատացեք իմ ծրագիրը շատ երկար է, չեմ ասում, որ Արցախյան պատերազմի մասնակիցներին, Ղարաբաղի Արցախից եկածներին, ուրեմն այն անօթևանները բոլորին բնակարանների եւ մնացած խնդիրների մասին չեմ ասում, բոլորն իմ աչքիս առջև են, լավ իմացեք, սոցիալական բոլոր ծրագրերը միշտ արել եմ, ուսանողները, հիվանդանոցները, դպրոցները, գաղութները, սոված մարդիկ, ցուրտը, տակը, ամեն ինչը այն մարդու հոգու մեջ է, որը որ առավոտյան աղոթք է անում ու ասում է Տեր Աստված, այսօր ինչ լավ բան անեմ, որ ասեմ Բալա ջան, քարն ես տաս կանաչ բուսնի եւ ողորմի քո ննջեցյալներին։ Նմանատիպ մարդուն հավատացեք։ Եվ ես վերջացնելով ուզում եմ ձեզ ասել, օբյեկտիվ եմ ասում, գնում եք ընտրության, այն սկզբունքը վերացրեք, խնամիս, հորողբորս տղեն, բարեկամը, մյուսը, եթե տեսնում եք, որ ձեր հորողբոր տղեն, ձեր հոպարը, ձեր ասենք եղբայրը, Դավաճան ճանապարհ է բռնել, ճիշտ չի անում, ու տեսնում եք դիմացին ավելի ճիշտ է, գնացեք ճշմարտության հետևից, ես չեմ ասում, թե դուք զգացեք, ձեզ Աստված կթելադրի, ձեր հոգու ձայնով գնացեք, ոչ թե խելքով, ոչ թե մամոնայով, ոչ թե գրբանով ու պաշտանով, որ մեկ էլ միտեղ պաշտոն, միտեղ ինչ-որ չգիտեմ ինչ-որ տակուկ տեղ, ինչ-որ հարստություն, ինչ-որ մի բան, գնացեք ճշմարտության, հոգին ինչ-որ թելադրում է, ըստ արժանվույն արեք ինչ-որ պետք է, եւ ասում է, ըստ հավատքիքում եղիցի ձեզ, ինչ-որ քո ժողովուրդն է, այդ կանել քո առաջնորդը կլինի։ Շնորհակալություն։ Եթե լուրջ քաղաքային ու ազգային հարց ունեք տվեք, եթե անձնական հարց է,
խնդրում եմ անձնական հարցերը պահեք, ուրեմն առանձին մեզ կմոտենաք, կկակ իմ օֆիսս, ես բոլորիդ, գիտեք, որ մշտական իմ ուրեմն միակ քաղաքապետերից մեկն եմ եղել, որ շաբաթը 2 անգամ ընդունելություն եմ արել, լավ իմանաք, շաբաթը 2 անգամ, 13 տարի, շաբաթը 2 անգամ ինձանից հետո մի հատ մարդու երես չեք տեսել, մի հատ մարդու երես չեք տեսել, դուք լավ գիտեք, բոլորը ձեր աչքի առաջ եղել, ու այն քաղաքապետն եմ եղել, որ չեն մտե փող քաղաքապետին կաբինետը ծեծել, ավստոյով էլ մտնեն քաղաքապետարան, այդ էր իմ խստությունը, ու շատ ճիշտ եմ արել։ Եթե հարց ունեք լուրջ, քաղաքային ու ազգային, խնդրում եմ տվեք, ասա։ Ապրես։ Դե ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ դուք ինձ այդպես լուրջ հարցեր չունեք տալու, որովհետև ես դուք գիտեք, ես ձեր հետ մենք միասին ինչ ենք արել։ Ուրեմն շնորհակալ եմ, մինչև ընտրություն եւ ընտրությունից հետո մի հատ համաքաղաքային մատաղ ենք անելու, Զադիգի օրը բաժանելու ենք սաղ քաղաքի մեջ։ Շնորհակալություն, առաջ Աստված։